Հայաստանում Ամերիկայի առևտրի պալատը համախմբելով տեղական միջազգային կառույցների եւ բիզնես համայնքի ներկայացուցիչներին հրավիրել է տարեկան ժողով։ Մինչ խորհրդի նոր կազմի ընտրությունը ներկայացվում են նախորդ տարվա ձեռքբերումներն ու առաջիկա ծրագրերը։ Այսօր մեր տարեկան ընդհանուր ժողովն է, որը ըստ կանոնադրության տնօրենների խորհրդի եւ գործադիր տնօրենի ինստիտուտի հետ միասին հանդիսանում է մեր գլխավոր բարձրագույն ղեկավար մարմինը։ Այդ առումով դժվար է գերագնահատել նշանակությունը եւ կարեւորությունը, որովհետեւ հենց այս հարթակում ենք ընդունում ամենակարևոր որոշումները կազմակերպության հետ կապված, օրինակ կանոնադրության հաստատումը, ցանկացած փոփոխությունների հաստատումը կանոնադրության մեջ եւ այլն։ Պալատը որպես անկախ բիզնես ասոցիացիա հիմնադրվել է 2000 թվականին։ Այն այսօր ներառում է 170 ընկերություն Հայաստանի տնտեսության գրեթե բոլոր ոլորտներից։ Ամերիկայի առևտրի պալատի գործունեությունն ու մեր կառավարությունների միջև ձևավորված արդյունավետ գործակցությունը ԱՄՆ Հայաստան հարաբերությունների հիմնասյուներից են։ Այս գործակցությունը ոչ միայն ամրապնդում է երկկողմ կապերը, այլև նպաստում երկու երկրների տնտեսությունների աճին ու ժողովուրդների բարեկեցությանը։ Հատկանշական է, որ անցած տարի մեր հարաբերությունները եւ տնտեսական գործակցությունը հասել են աննախադեպ բարձր մակարդակի։ Մեր երկրում առավել նպաստավոր գործարար միջավայր ձևավորելու եւ ամերիկյան հաջողված բիզնես փորձը խթանելու նպատակով կառույցը սերտ համագործակցում է Հայաստանի կառավարության, միջազգային կազմակերպությունների եւ գործարար համայնքի հետ։ Այն նաեւ ԱՄՆ առևտրի պալատի եւ Եվրոպայում ամերիկյան պալատների լիիրավ անդամ է։ Այս բոլոր զարգացումները մեզ հիշեցնում են, որ մենք գործում ենք իրական հնարավորությունների ժամանակաշրջանում։ Ամերիկայի առևտրի պալատը Հայաստանում շարունակում է կամուրջ լինել մասնավոր հատվածի եւ քաղաքականություն մշակողների միջև ու ապահովել, որ բիզնեսի ձայնը լսելի լինի եւ արտացոլվի որոշումների կայացման գործընթացում։ Պետնախագահը անդրադառնալով պետություն-բիզնես հարաբերությունների վերափոխմանը ներկայացրեց հարկային եւ մաքսային համակարգերում ընթացող փոփոխությունները։ Նրա խոսքով նոր շուկաների ձևավորման այս փուլում կարևոր ուղղություններից մեկը միջազգային, մասնավորապես ամերիկյան վարչահարական հաջողված փորձի տեղայնացումն է Հայաստանի տնտեսական միջավայրում եւ հենց այս գործընթացում կարևոր դեր կարող է ունենալ Ամերիկայի առևտրի պալատը։ Մենք հիմա ակտիվ թեվակողել ենք ՏԼԻՊ-ը կյանքի կոչելու ժամանակաշրջան, որը պահանջում է նորարարական մոտեցումներ հարկային եւ մաքսային համակարգերում եւ այս վերջերս ես մի ֆորումի մասնակցում, որտեղ հանդես եկա այն ռեֆորմները, որ կյանքի են կոչելու պետական եկամուտների կոմիտեում, դա վերաբերում է թե մաքսային, թե հարկային համակարգերին եւ այստեղ իրականում մեր կողքին է Ամերիկայի Միացյալ Նահանգները եւ ուզում եմ առիթը օգտագործել այստեղ ԱՄՆ-ի կառավարության, ինչպես նաև ԱՄՆ-ի կառավարության ներկայացուցիչներին շնորհակալություն հայտնել այն ամբողջ աջակցության համար, տեխնիկական աջակցություն կլինի, սարքավորումների տեսքով աջակցություն կլինի, թվայնացման գործընթացներին աջակցելու կլինի։ Տարեկան ընդհանուր ժողովին պալատը ընտրեց տնօրենների խորհրդի 6 նոր ներկայացուցիչներին։ Ծաղկանուշ Միրզոյան, Ռոմիկ Խաչատրյան, լուրեր։